Գիրք Ծննդոց, գլուխ 13։ Եվ Աբրամը վեր գնաց Եգիպտոսիցը, ինքը եւ իր կինը եւ իր բոլոր ունեցածները, եւ Ղովն էլ իր հետ դեպի հարավակողմը։ Եվ Աբրամը հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկիով։ Եվ իր իջևաններովը գնաց հարավային կողմիցը մինչև Բեթել, այնտեղը, ուր որ էր առաջ իր վրանը, Բեթելի եւ Գայիի մեջտեղը։ Այն սեղանի տեղը, ուր որ առաջ շինել էր, եւ Աբրամն այնտեղ Եհովայի անունը կանչեց։ Եվ Ղովն էլ, որ Աբրամի հետ գնացել էր, ուներ ոչխարներ եւ արջառներ եւ վրաններ։ Եվ այն երկիրը բավական չէր նրանց միասին բնակվելու համար, որովհետև նրանց ստացվածքը շատ էր եւ չէին կարողանում միասին բնակվել։ Եվ կռիվ եղավ Աբրամի անասունների հովիվների եւ Ղովտի անասունների հովիվների մեջ։ Եվ այն ժամանակ քանանացիները եւ փերեզացիները բնակվում էին այն երկրի մեջ։ Եվ Աբրամն ասեց Ղովտին. «Թող իմ ու քո մեջ եւ իմ հովիվների ու քո հովիվների մեջ կռիվ չլինի, ըստ որում մենք եղբարք ենք։ Բոլոր երկիրը առաջիդ չէ, բաժանվիր ինձանից, եթե դու ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կգնամ, եւ եթե դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կգնամ»։ Եվ Ղովն իր աչքերը բարձրացրեց եւ տեսավ Հորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորը ընջրած էր։ Եհովան Սոդոմը եւ Գոմորը կործանելուց առաջ մինչև Սեգովար Եհովայի դրախտի պես Եգիպտոսի երկրի պես էր։ Եվ Ղովտը Հորդանանի բոլոր շրջակայքը ընտրեց իր համար, եւ Ղովտը դեպի արևելք չվեց, եւ միմյանցից բաժանվեցան։ Աբրամը Քանանի երկրում բնակվեց, Ղովտն էլ դաշտի քաղաքներում բնակվեց, եւ իր վրանը Սոդոմի մոտ բացավ։ Եվ Սոդոմի մարդիկը շատ չար ու մեղավոր էին Եհովայի առաջին։ Եվ Եհովան ասեց Աբրամին, Ղովտը նրանից բաժանվելուց հետո. «Աչքերդ բարձրացրու եւ մտիկ թուր քո եղած տեղիցը դեպի հյուսիս եւ հարավ եւ դեպի արևելք եւ արևմուտք, որովհետեւ այդ բոլոր երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու եւ քո սերունդին հավիտյան։ Եվ քո սերունդը երկրի փոշու չափ եմ անելու, որ եթե մեկը երկրի փոշին կարող է համարել, քո սերունդն էլ կհամարվի։ Վեր կաց այդ երկրումը ման եկ նրա երկայնության եւ լայնության համեմատ, որովհետեւ քեզ եմ տալու այն»։ Եվ Աբրամը չվեց եւ եկավ եւ բնակվեց Մամրեի կաղնիների մեջ, որ Քեբրոնումն է, եւ այնտեղ սեղան շինեց Եհովայի համար։